12-ամյա տղան օրեր շարունակ տարբեր հիվանդանոցներում գտնվելուց հետո թեպետ արդեն տանն է, դեռ զգում է թմրանյութի հետևանքները՝ վախ, սթրես, կպչուն մտքեր։ Հարազատները նկարահանվել չցանկացան, բայց ասացին, որ նրա հետ պարբերաբար աշխատում են հոգեբույժը, հոգեբանը եւ նյարդաբանը։ Արագածոտնի մարզի Օրգով գյուղի միջնակարգ դպրոցում սովորող տղան դասընկերների ու այլ դպրոցականների հետ մայիսի 29-ին մեկնել էր ճանաչողական էքսկուրսիա՝ Կարինի տնկարաններ։ Վերադառնալուց հետո ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Ուժեղ գլխացավ, բարձր ջերմություն ու ագրեսիվ վարք։ Պետք է ծանոթանային բույսերի այն տեսակներին, որոնք որ անցնում էին դասագրքերի միջոցով։ Այսինքն հնարավորություն էր ստեղծվել դա տեսնել իրականում, բնության մեջ։ Ինքը կրթական գործընթացի բաղկացուցիչ մաս է կոնկրետ գործնական առումով։ Էքսկուրսիային մասնակցել են 5-ից 8-րդ դասարանի աշակերտները թվով 21 հոգի ուսուցիչների ուղեկցությամբ։ Երեխային հոսպիտալացնելուց հետո հետազոտություններն ի վերջո ցույց են տվել, որ օրգանիզմում կա թմրանյութ, կա 2 տեսակի սինթետիկ կանաբինոիդ։ Թե ինչպես ու ինչ ճանապարհով է դեռահասն ընդունել դա դեռ պարզ չէ։ Հարցի պատասխանը փնտրում են թե դպրոցում, թե տղայի ընտանիքում ու թե իրավապահները։ Տնօրենն ամեն դեպքում չի կարծում, թե թմրանյութը երեխային հասանելի է դարձել էքսկուրսիայի ընթացքում։ Աշակերտները եղել են ուսուցիչների վերահսկողության տակ։ Էքսկուրսիայի տեղը փակ տաղավարներ են դրանք։ Պատկերացրեք էլի ընդարձակ դաշտավայր չի, որ ասես երեխաները առանձնանան, 7 ուսուցիչ եւ 21 երեխա, դուք հսկողությունը պատկերացրեք։ Դա հիմք է տալիս ինձ եզրակացնելու եւ ասելու, որ բացառում ենք, բայց ես խուսափում եմ բացառելուց, որովհետեւ ոչինչ բացառված չէ, սա զուտ մեր ենթադրությունն է։ Էդգար Չաթոյանի խոսքով էքսկուրսիայի մասնակից մյուս երեխաներից ոչ մեկի մոտ նմանատիպ որևէ խնդիր չի առաջացել, ոչ այդ ժամանակ, ոչ հետագայում։ Երեխայի ընտանիքում ասում են թմրանյութն օրգանիզմում հայտնվելու մասին վարկած չունեն, նշում են տղան ոչինչ չի հիշում։ Սկզբնական շրջանում չի հիշել նույնիսկ ծնողներին, իսկ հիվանդանոցից վերադառնալուց հետո հարազատների հետ կարծես նոր է ծանոթացել։ Վստահ են բոլոր հարցերի պատասխանները կտան իրավապահ մարմինները։ Քննչական կոմիտեից լուրերի հարցմանը պատասխանել են։ Նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում 2026 թվականի հունիսի 7-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ Նրա նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը մերժվել է եւ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Քրեական վարույթով նախաքննության համակողմանիությունն ապահովելու նպատակով իրականացվել են անհետաձգելի ապացուցողական եւ վարույթային այլ գործողություններ։ Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Քրեական օրենսգրքի մեջ բերված հոդվածը մասնավորապես վերաբերում է թմրամիջոց իրացնելու նպատակով կատարվող գործողություններին, անչափահասի ներգրավմամբ կամ նրա նկատմամբ։ Պատժի սահմանված չափը 8-ից 15 տարի ազատազրկումն է։ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի մասնագետի խոսքով սինթետիկ կանաբինոիդները թմրամիջոցների շատ վտանգավոր խումբ են։ Քիմիական այս նյութի ազդեցությունն օրգանիզմի վրա կարող է լինել անկանխատեսելի ու նույնիսկ ճակատագրական, հատկապես դեռահասների ու երեխաների դեպքում, երբ օրգանիզմն ու կենտրոնական նյարդային համակարգը լրիվ ձևավորված չեն։ Բարեբախտաբար այս դեպքում կարծես թե հետևանքները համեմատաբար մեղմ են։ Սկզբում որ հայտնվեց շուկայում, ինքը թույլատրվում էր, այսինքն կարելի էր, այդ տարիներ առաջ եմ ասում։ Հետո հասկանալի դարձավ, որ ինքը շատ վտանգավոր է, շատ լուրջ խնդիրներ կարող է առաջացնել, նույնիսկ մեկ անգամյա եւ առաջին անգամվա օգտագործելուց հետո։ Պսիխոտիկ խանգարումներ, այն ինչ որ մենք ունեցել ենք երեխայի մոտ, ապա կողմնորոշում, ընկալման խանգարումներ, դրա հետ միասին ընդհանուր մինչև նկարագրվում էին սուիցիդներ այդ վիճակում, ինքնասպանությունն էին կատարում, փորձեր, եթե հնարավոր է կանխվում էր կամ չէր կանխվում դա հաճախ, կարող էին լինել նաև օրգանական փոփոխություններ, գլխուղեղարյան շրջանառության եւ այլն։ Բժիշկ մասնագետի խոսքով այս տեսակի թմրամիջոցը բավական մատչելի ու հասանելի է, այն կարելի է ընդունել նաև չգիտակցված, եթե խառնված է ուտելիքին, ցողված ծխախոտի վրա եւ այլն։ Հետևաբար, եթե դա օգտագործելու հատուկ միտում չկա, զգուշանալն ու պաշտպանվելը բավական դժվար են դառնում։ Թմրաբանը կարծում է միգուցե մանկական տարիքի հոգեբանները պետք է մտածեն իրազեկման ճանապարհներ կամ վարքային կանոններ։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։